Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր գիտությանը, կրթությանը վերաբերող տարաբնույթ խնդիրներ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք հաղորդավար դերասանուհի եւ բլոգեր Անի Զաքարյանին։ Անի, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ ինձ ձեր տաղավարին։ Անի ջան, իմ ձեռքին է Հայ բառարան ձեր գիրքը, ձեր հրատարակած գիրքը։ Անկեղծ ասած, սրա մասին տեղյակ եմ այնքան, ինչքան որ կա, հա, ձեր էջին, ձեր բլոգում։ Հիմա նոր ձեռքիս է եւ արդեն հասրեցի մի երկու բան թերթել։ Ես ուզում եմ, գիտեմ որ ճանապարհ եք անցել մինչեւ սրան հասնելը։ Ես ուզում եմ խոսել գրքի մասին, սկզբում մեր հաղորդման եւ այն ճանապարհի մասին, որ ձեզ բերել է հասցրել է սրան։ Շատ լավ։ Ուրեմն բառարանը 1.5 տարվա պատմություն ունի։ Դրանից առաջ 2.5 տարի ես հոլովակներ էի անում։ Վստահ եմ համացանցում ինձ հենց այդպես էլ ճանաչում են հայուհի անունով։ Հոլովակներ բառերի մասին, հայերեն բառերի մասին, այն բառերի, որոնք կան բառարաններում, բայց որոնց մենք չենք տիրապետում։ Անգամ մեկ անգամ լսած չկանք մեր կյանքում, բայց դրան գոյություն ունեն։ Փոխարենը մենք մեր առօրյայում գործածում ենք աղավաղված, ոչ են ռուսերեն, ոչ են անգլերեն, ոչ են թուրքերեն, անհասկանալի ինչ որ բառեր։ Այդպես հոլովակները երբ սկսեցի նկարել, մի օր կապվեցի լեզվի կոմիտեի իմ շատ սիրելի Տիկին Մարիամի հետ, դեռ անծանոթ այդ ժամանակ։ Սկսեցինք իրար հետ շատ քննարկել, հետո Facebook-ով կապվեցինք իրար հետ ու շատ բառեր էինք քննարկում ընթացիկ եւ մի օր Տիկին Մարիամն ասաց Անի ջան, այդքան բառեր որ հավաքել ես, չես ուզում հավաքագրել ու դարձնել դա գիրք։ Ինքն ասաց, որ որպես այդպես տարիքով, նաև մասնագետ, հա, փորձառու, ասաց դա հաստատ անհրաժեշտություն կդառնա, երբ գոյություն ունենա այդպիսի գիրք արդեն։ Ես իհարկե խանդավառվեցի այդ գաղափարով եւ որոշեցի կպնել գործի, այսպես ասած։ Բառերը արդեն հսկայական քանակի ես ունեի եւ իմ մայրենի լեզվի ուսուցչուհին էլ ինձ երկու հսկայական գիրքեր տվել իր ձեռքով հավաքած։ Եվ այդ գրքերից էլ շատ բառեր ես հանեցի ու սկսեցի արդեն այսպես խմբագրել, դարձնել դա գիրք։ Սպասելիքները շատ մեծ էին իհարկե։ Եվ ում հետ կիսվում է ասելով, որ ես պատրաստում եմ գիրք տպագրել, ոմանք այսպես կասկածամտորեն էին վերաբերվում եւ այսպես այդ ինչն էին կասկածում։ Դե ասում էին նախ բառարան Ինչու պետք է հիմա ստեղծվի բառարան, եթե համացանցում կան տարատեսակ բառարաններ։ Յուրաքանչյուր բառ կարող ես այսօր համացանցում գտնել, չէ՞, գաղտնիք չէ դա։ Բայց գրքի տեսքով բառարանը կարծում էին, որ շատ ավելի բարդ է լինելու հանրությանը մատուցել, ցույց տալ, որ այն անհրաժեշտություն է, որ այստեղ ձեզ հետաքրքրող բաներ կան, նյութ կա այստեղ հետաքրքրող եւ որ կարեւորն է հանրության համար պիտանի։ Բայց ես երևի կարողացա ապացուցել եւ ինքս ինձ եւ այդ կասկածողներին, որ ի վերջո սա իսկապես անհրաժեշտություն էր, այնպես ինչպես Տիկին Մարիամն էր ասում։ Մեծ հետաքրքրություն կա գրքի նկատմամբ, մենք իհարկե բավականին ցածր արժեքով ենք այն դրել վաճառքի, որովհետեւ այստեղ խնդիրը ոչ թե գումար վաստակելն է գրքի վաճառքի արդյունքում, այլ այն հնարավորինս հանրահռչակել, որի միջոցով էլ հանրահռչակվում է հայերեն խոսքը, հայերեն բառերը։ Եվ գոնե ես իմ համացանցային սոցիալական էջերում ինչքան հնարավոր է հանրահռչակում եմ նաև այն, որ բառերը ոչ թե պետք է մնան գրքում կամ իմ հոլովակներում, այլ այդ հոլովակներում հնչած բառերը եւ այս բառարանում ներառված բառերը պիտի դառնան առօրյա մեր խոսքի մասնիկը։ Եվ ոչ թե մենք գործածենք, այս բառը միշտ եմ ասում շտեպցել, այլ վարդակ բառը, ոչ թե խալադիլնիկ, այլ սառնարան բառը։ Եվ դրանք պիտի դառնան մեր առօրյա խոսակցական բառերը, որովհետև դրանք նաև մեր էությունն են կերտում, դրանք պաշտպանում են մեր ինքնությունը։ Կներեք, որ ընդհատում եմ, ես այդպեսի մի տող կարդացի, որ ինչպես մտածում ենք, այդպես խոսում ենք եւ ինչպես խոսում ենք, այդպես մտածում ենք։ Իսկապես մենք ինչպես խոսում ենք, այդպես ենք մտածում։ Չէ՞ որ գոյություն ունի գրավոր խոսք, ես բանավոր խոսքում կարող եմ այդպես չարաշահումներ անել, հա, բայց գրավոր խոսքում, երբ որ ես մտածում եմ, կարող եմ չանել դրանք։ Ես ուզում եմ մի քիչ մանրամասնեք, ինչ է նշանակում, ինչպես խոսում ենք, այդպես հակառակը հասկանում եմ։ Ինչպես մտածում, այդպես խոսում ենք։ Ահա, շատ լավ։ Երբ մենք խոսում ենք, մենք ձայն եւ էներգիա ենք, չէ, վիբրացիաներ ենք, ալիքներ ենք բաց թողնում։ Դրանք առաջինը հասնում են մեր ականջին, մեր ուղեղին եւ նախ եւ առաջ մենք ինքներս մեզ վրա ենք ազդում մեր արտասանած խոսքերով։ Այս ցիկլն է,
իրականում սկսվում, երբ մենք սկսում ենք խոսել։ Այո, սկզբում գուցե մտածում ենք հետո ենք խոսում, սա այն պատմությունն է, հավն է սկզբում եղել թե ձուն, հիմա նույնը կարող ենք նաև վերագրել սրան, բայց դրա հետ մեկտեղ, երբ մենք խոսում ենք, մենք ազդում ենք նախ ինքներս մեզ վրա, մեր ականջի սեփական, մեր ուղեղի, մեր մտքի վրա ենք ազդում, հաջորդաբար նաև արդեն մեզ լսողների, հա, տարածքում քանի հոգի կլինեն, իսկ խոսափողով եւ առավելևս հեռուստատեսությամբ խոսելիս ավելի մեծ մասսայի վրա ենք մենք ազդում։ Հիմա այս այսպես ասած փոքրիկ պատմությունից ելնելով պիտի արդեն գանք նրան, որ մեր խոսքն էլ պիտի գիտակցորեն մենք մշակենք գիտակցորեն, ոչ թե մենք ասենք, դե ես ինչպես մտածում եմ, այդպես էլ խոսում եմ ու վերջ։ Ոչ, այստեղ նաև հակառակ գործողությունն է տեղի ունենում։ Այնպես ինչպես ես խոսում եմ, այդպես էլ սկսում եմ մտածել։ Եթե ես օգտագործում եմ շտեպցել կամ խալադիլնիկ բառը, հետեւաբար միտքս էլ ըստ այդ մեջ է ձևավորվելու շարունակաբար։ Ինչ որ ձևի բանը ախտոտված է, հա, միտքն էլ ախտոտված է ինչ որ կերպ։ Իհարկե։ Եվ բնականաբար սեփական արմատներից կտրված, բայց երբ ես գալիս եմ սառնարան բառին, երբ ես գալիս եմ վարդակ բառին, մտածված ես գործածում եմ, այստեղ միտքը արտահայտելու ձևն է արդեն կարևոր, այսինքն խոսքը ոչ թե ինչն է, այլ ինչպես-ը, կարևորը ոչ թե ինչն է, այլ ինչպես-ը։ Ես խալադիլնիկ եւ սառնարան երբ արտասանում եմ, դուք վստահաբար նույն բանն եք, չէ՞, հասկանում, հաստատ ուրիշ բան չեք մտածելու ամեն անգամ տարբեր բառերը գործածելիս։ Այստեղ այլ հարց է, թե ես ինչպես եմ արտահայտում այդ բառը, այսինքն ես սառնարանն եմ ասում, թե խալադիլնիկը։ Բնականաբար այդ ժամանակ արդեն ձեր ընկալումն էլ իմ հանդեպ է փոխվում, ձեր ընկալումը ձեր հանդեպ է փոխվում, ձեզ մոտ մտքեր են առաջանում։ Միջայլոց անի միջավայրեր կան, որ կարող է վատի իմաստով փոխվել ձեր նկատմամբ բանը։ Այդ թող փոխվի վատի իմաստով։ Բայց ճիշտ եմ, չէ՞ ես։ Նայած որտեղ ես այդպես խոսում էլի, գուցե ինչ որտեղ ուղակի հարգանք եւ առնկում առաջացնի, բայց հա ինչ որտեղ էլ ասեն լավ է։ Հիմա ես ուզում եմ դրան գալ անի։ Գիտեք ինչ շատ եմ տեսել մարդկանց, ովքեր խոսում են գրական լավ հայերենով, բայց հսկայական ջանք են թափում քրտինքը տալիս է ճակատներին, տենց պարզ երևում է, որ իրենք առօրյայում, կենցաղում, իրենց ընտանիքում այդպես չեն խոսում եւ դա նույնպես բնական է։ Բայց ձեր խոսքում ես բնականություն եմ տեսնում, ինձ հետաքրքիր է, թե ձեր ընտանիքում որտեղ երեխա եք եղել, գրական հայերենով են խոսում։ Եվ հիմա դուք ձեր ընտանիքում, ձեր երեխայի հետ կամ ընտանիքի մյուս անդամների հետ գրական հայերեն եք խոսում, թե այնուամենայնիվ կա նաև այդպես առօրյայի լեզու, որ պարտադիր չի այդպես ոսկեղենիկ գրական լինի։ Շատ լավն է հարցը։ Նախ նշեմ, որ ես Վայոց ձորի մարզից եմ, Ջերմուկ քաղաքից։ Իմ հայրիկի գերդաստանը եւ մայրիկի գերդաստանները Վայք, Մարտիրոս, Սեր, Իրանահայերեն, պարսկահայերից։ Այո, այո։ Ինչպես եւ իմ գերդաստանը։ Հա, հարգանքներս։ Այդուհանդերձ մենք հասել ենք Ջերմուկ։ Հետո այնտեղ երբ արդեն ես ծնվել եմ մեծ Գերդաստանում, իմ մամայի կողմը 8 քույր են, պատկերացրեք, եւ մեծ մասը բժիշկներ են, ուսուցիչներ, ըստ այդմ, պատկերացնում եք, չէ՞, ես ինչ միջավայրում եմ մեծացել։ Ինչպիսին է եղել իմ մանկությունը, ինչքան պահանջներ են ունեցել ինձնից։ Ես այնքան շնորհակալ եմ այդ տեսանկյունից իմ շրջապատի մարդկանց այդ ժամանակահատվածի, այսինքն իմ մորաքույրներին եմ շնորհակալ, իմ տատիկ-պապիկին եմ շնորհակալ, որ մասամբ այդ պահանջկոտությունը ցուցաբերելով ինձ հրահրել են ամեն օր ավելի լավը դառնալ։ Անի ջան, այդ հասկացանք, ամեն օր պարտադրել են ավելի լավը դառնալ, բայց խոյի եւ սալմաստի բարբառը, հա, մի հիասքանչ բան է։ Արդյոք ձեր տանը չկար այդ ավանդույթը խոսելու։ Հենց դա է ուզում ասել։ Պապիկս եւ տատիկս միշտ են խոսել հենց խոյի բարբառով։ Եվ իմ ականջը սովոր էր դրան, բայց ես երբեք չեմ խոսել խոյի բարբառով, թեև տիրապետում եմ։ Ինչի՞ չեք խոսել, Անի ջան։ Ոյ, չգիտեմ։ Գիտեք, ես այստեղ մի բան եմ ուզում պատմել, Անի, ուրեմն մեկ այլ խմբագրությունում երիտասարդ լրագրողով ենք ընդունել աշխատանքի, մայրը Շիրակից է, հայրը Լոռեցի։ Վայ, ասի ինչ հետաքրքիր ասի, դուք երևի երկու բարբառներ էլ տիրապետում եք, չէ՞։ Ինքը ասաց, ոչ, մենք տանը միայն գրական հայերեն ենք խոսում,
ասի այ քեզ ինքնասննկացում, ինքնաաղկատացում ոնց կարելի է։ Գիտեք, հիմա ես հենց այնպես չպատմեցի, անի, ես ուզում եմ հասկանալ, չեմ ուսումնասիրել դեռ գիրքը։ Այստեղ կան բարբառային բառեր, որովհետև այնուամենայնիվ բարբառները իրենք շատ են հարստացնում մեր գրական եւ խոսքը առասարակ ավելի կենթանացնում, ավելի այդպես հարստացնում են։ Այստեղ միայն գրական հայերենի բառեր են, թե կան նաեւ բարբառային բառերի բացատրություն։ Չէ, մենք բարբառային բառերին չենք անդրադարձել, որովհետև ես խոր գիտակցում ունեմ այն մասին, որ բարբառները 60-ից ավել մեր բարբառները դրանք մեր լեզվի զարդերն են եւ չի կարելի վերցնել բառարանում ներառել բարբառում գտնվող, հա, գոյություն ունեցող բառեր ու ասել սրա գրական հայերեն տարբերակը սա է։ Չես կարող։ Հետո ի վերջո ում պիտի պարտադրես դա Երևանում ապրող բնակչին։ Այդ մարդը այսպես թե այնպես իմանալու է գրական տարբերակը։ Իսկ բարբառով խոսող մարդկանց պետք չէ պարտադրել խոսել գրական հայերենով։ Չէ, պարտադրել երբեք, այստեղ եղածնով չես կարող պարտադրել։ Այո։ Սա հորդոր է, հա, սա հնարավորություն է։ Այո։ Սա հնարավորություն է տվել, բայց պարտադրել երբեք չեն կարող։ Իհարկե, բնականաբար։ Այնպես որ ես շատ սիրում եմ բարբառը եւ ինքս էլ քանի որ ականջը սովոր է եւ տիրապետում եմ մասամբ կոնկրետ խոյի բարբառին, նաեւ Շիրակի բարբառին եմ իդեպելի մասամբ տիրապետում, իմ ամուսնու կողմներ, նախկին ամուսնու կողմներ այդպես Շիրակի մարզից էին իրենք, ես բախտ եմ ունեցել շփվելու, լսելու այդ բարբառը տանը առօրյայում եւ շատ գեղեցիկ է, ինչ խոսք։ Բայց դրա հետ մեկտեղ այս բառարանում ներառված են իհարկե այնպիսի բառեր, որոնք մենք առօրյայում գործածում ենք, բայց դրանք ոչ բարբառային են, ոչ ռուսերեն են հստակ, ոչ անգլերեն են, ինչպես արդեն նշեցի։ Պարզապես ինչ որ աղավաղված տարբերակներ են, ընդ որում այնքան ինքնավստահ ենք մենք դրանք օգտագործում եւ մտքներից տայրով էլ չի անցնում, որ հա դե լավ, ախր դա հայերեն չի։ Ոչ մի լեզվի բառ չի էլի, ոչ մի լեզու չի ներկայացնում այդ բառը, բայց ինչու գործածել այդ բառը, եթե կա դրա հայերեն գեղեցիկ, հրաշալի, գեղեցիկ տարբերակներ։ Ինչու չօգտագործել այդ բառերը, ես զարմանում եմ ուղղակի։ Ու բառարանները քրքրելիս այս վերջին 1.5-2 տարում հատկապես Տիկին Մարիամի շնորհիվ ես շատ բառեր բացահայտեցի ինձ համար եւ ամեն անգամ նորովի զարմանում էի, որ մենք ախր այս բառն էլ ունենք, ախր այս մի բառն էլ ունենք, բայց ինչու չենք գործածում, լավ, իսեր ասո Ինչն է խնդիրը։ Հիշում եք, չէ, ես բանը մեր երբ որ հեռախոսով պայմանավորում ենք նկարահանման մասին, ես դες պատմեցի Թումանյանի եւ Տերյանի նամակագրական վեճի մասին, շատ հետաքրքիր է, որ այդ մաքրամաքուր հայ պոեզիան ստեղծած Վահան Տերյանը ասում է թե ախր շատ տեղ է հնչում արկղ։ Яшիկ, մեր ժողովուրդը սովորել է թող օգտագործի։ Ասում է Տերյանը գրում է Թումանյանին, թե պալտո սովորել ենք ինչ վերարկու, տեսեք, ասենք մոտապես մեկ դար չի անցել դեռ երևի, կամ արդեն անցել է, բայց այսօր որևէ մեկը այդպես վերարկու բառը չի խրտնում, որովհետև մտել եւ դա մտել է մեր բառապաշար, մեր գործուն բառապաշար եւ նորմալ օգտագործվում է, այնպես որ այդ վեճում ես կարծում եմ այնուամենայնիվ Թումանյանը ճիշտ էր, որ իր պոեզիայում շատ ավելի բարբառային բառեր օգտագործում, այսինքն դա չես ամոթի Տերյանի լեզվի հետ, իհարկե։ Թումանյանի մոտ այդ բարբառային բառերը շատ օրգանական են իսկապես հնչում։ Ես բալիկիս հետ ամեն օր կարդում եմ Թումանյանի հեքիաթներից, ինքը անընդհատ այդ բառերը լսելիս բարբառային ասում, մամ մի րոպե դա ինչ է նշանակում, մամ դա ինչ է նշանակում, բայց հետո ինքը այնքան քաղցր մեկ էլ սկսում է օգտագործել առօրյայում, ես զարմանում եմ ուղղակի։ Մեր հաղորդումը հիմա այստեղ կայանում է շնորհիվ մի բանի, շնորհիվ սոցցանցերում, հա ձեր այդ ստեղծած կրթական հարթակի մեր հաղորդումը կրթության մասին է, որ ես տեսա, որ ահագին թիվը մարդկանց, որոնք հետևում են, նայում են եւ այնտեղ էլ փաստորեն անում եք ինչ որ բառարանի առաքելությունն է։ Ես ուզում եմ խոսեք ձեր բլոգի եւ ձեր տեսահոլովակների մասին։ Մեկ էլ արդյոք այդպես անսպասելի դժգոհ, բողոքող կոմենտներ չեք ունենում, մեկնաբանություններ։ Այ լավն էր, որ շտկեցիք, կոմենտ, մեկնաբանություն։ Ամենասկզբում, երբ դուք ինձ ներկայացնում եք, ասացիք բլոգեր Անի Զաքարյանը, հիմա ես ուզում եմ ձեզ շտկել, ներողություն եմ խնդրում դրա համար, ես ինձ բլոգեր չեմ համարում, եւ չեմ համարում, որ իմ կատարած գործունեությունը բլոգերություն է։ Այո, բլոգերային չի, այո։ Մի փոքր այլ իմաստ ունի դա։ Երբեմն ինձ ասում են, դե դուք բլոգեր չեք, ինֆլուենսեր եք, դե հիմա հարց է առաջանում, բա ինֆլուենսերն ինչ է։ Չէ, իսեր ասո, ես ինձ բլոգեր չեմ համարում, որովհետև շատ կոպիտ կհնչի գուցե, բայց ես գումար չեմ աշխատում այդտեղ։ Ես պարզապես հանրահրճակում եմ այդ սոցցանցերի միջոցով մայրենի լեզուն։ Վերջ։
ընդ որում շատ պրակտիկ գործնական տեսանկյունից եմ դա անում, ոչ թե ինչ որ բան ստորակետների մասին եմ պատմում, կետադրական նշանների մասին եմ պատմում, պարզապես գործնականում օգտագործելու բառերի մասին եմ խոսում։ Ես մասնագետ չեմ եւ սա միշտ շեշտում եմ, միշտ նշում եմ, որովհետեւ երբեմն ինձ այնպեսի հարցեր են գրում նամակներով, ես ապշում եմ ու բոլորին պարտադիր գրում եմ, ես կարող եմ իհարկե ճշտել այս հարցի պատասխանը, բայց ես մասնագետ չեմ, դա նկատի ունեցեք։ Ովքեր են դրանից օգտվողները, հա, այդ ձեր տեսահոլովակներից, հա, ես ուզում եմ հասկանամ դրանց մեջ տարիքավոր, ասենք միջին տարիքի մարդիկ են, որոնց մեջ արդեն կարծրացած է իրենց խոսելու, հա, բառամթերքը, բառապաշարը, դրանք դպրոցականներ են, ովքեր են այն կոնտինգենտը, այն մասան, ովքեր են, որ հա հետևում են ձեր դասընթացին, այսպես ասած։ Բոլորը։ Ես չեմ վախենա ասել բոլորը, որովհետև այնտեղ վիճակագրություն կա, մենք անընդհատ ուսումնասիրում ենք, դա բոլորն են։ Անկախ տարիքից, անկախ սեռից, բոլորին դա հետաքրքրում է։ Ես Facebook-ում երբ հոլովակը տեղադրում եմ, 2 օրում 100,000 դիտում է արդեն այնտեղ լինում, եւ դա լուրջ թիվ է։ Այդ ընթացքում երբ ես սկսեցի բլոգը վարել, երբ հոլովակները սկսեցի նկարել, սկզբում ձեր նշած վատ արձագանքները շատ էին, շատ հաճախ էին պատահում։ Երբեմն գրում էին բան ու գործ չունես, եկել ես մեզ ես մայրենի լեզու սովորեցնում, հայոց լեզու սովորեցնում, բան այսպես, ընդ որում լատինատառ էին գրում։ Հիմա արդեն 3.5-4 տարի հետո չեմ վախենում ասել, որ այլևս լատինատառ գրել ոչ ոք չի համարձակվում, գոնե իմ էջում, բայց հսկայական քանակի մեկնաբանություններ եմ ունենում ես։ Սա լուրջ առաջընթաց է ինձ համար։ Գուցե դեռ այսպես համահայկական մասշտաբ չի կրում դա, բայց համենայն դեպս իմ 60,000 հետևորդները, արդեն 62,000 երեք դարձավ, 62,000 հետևորդները Facebook-ում, Instagram-ում 51,000-ից ավել, YouTube-ում, որտեղ որ կամ ես գրանցված եմ, այլևս ոչ ոք չի համարձակվում գրել լատինատառ։ Հայերեն բառերը գրել լատինատառ։ Ինչու հայուի մ։ Դե նախ դա արևմտահայերեն է, հայուհիմը, մի հայուհի։ Հիմա տեսեք, իմ ամբողջ գործունեության գաղափարախոսություններից մեկն այն է, որ բոլոր բաժանված բաները միացնեմ։ Արևմտահայերեն, արևելահայերեն միացնեմ, սևերին, սպիտակներին միացնեմ, անդիմադիր, դիմադիր միացնեմ։ Ինձ համար կամ մերանի դեր եք ստանում։ Ես, հա, չգիտեմ, այդ ինքնաբերաբար է իհարկե ստացվել, ի սկզբանե այդպիսի միտք չեմ ունեցել, բայց ընդհանուր իմ գործունեության մեջ արդեն հիմա հստակ երևում է դա։ Անկամ իմ հաղորդման շրջանակներում արդեն հստակ երևում է, որ այդտեղ իսկապես կամրջի նման մի հատվածիկ է այդ տաղավարը դարձել, որտեղ հանդիպում եմ ես եւ դիմադիր բևեռի ներկայացուցիչների հետ եւ դիմադիրների հետ, այսինքն դա դաշտ է, որը հայի համար է։ Անի ջան, ես ինչի եմ այդ մասին հարցնում, շատ է չարաշահվում։ Տեսեք, արևմտահայերեն ուրիշ որևէ կիրառման դեպք այդքան չգիտեմ, ինչքան որ էս սոցցանցերում, ասենք, քաղաքը, պտույտը, այդ գարիսա պտույտը փորձոթաղերում, բառից, չգիտեմ, աղջիկը Միայն ահա այդ ձևն է, մեկ աղջիկ կամ մեկ պտույտ կամ հա մեկ քաղաքի փոխարեն ինքը այնքան քիչ է, հա, այդ առաքելության, այդ դերի համար, որ դուք ասում եք միավորեմ եւ հատկապես արդեն չարաշահվում է։ Իհարկե, ես ոչ եմ ասում, թե հենց դրանով այդ մի ձևն են կիրառում։ Ուրիշ բան, ես որ ասենք արևմտահայերենից փորձեն, հա, այդպես ներմուծել եւ սկսել այդպես կիրառել, չգիտեմ։ Թույլ տվեք ես մի բան ասեմ, իմ բառարանի մեջ կա օրինակ տելևիզոր բառի եւ արևելահայերեն տարբերակը եւ արևմտահայերեն տարբերակը։ Հեռուստացույցը արևելահայերեն է, իսկ արևմտահայերենում հեռատեսիլ։ Ու շատ գեղեցիկ բառ է։ Այս բառարանում շատ կան այդպիսի բառեր, մենք փորձել ենք հնարավորինս ընդգրկել, բայց նրանք, որոնք գործածելի հնարավոր է որ դառնան։ Այսինքն պարզապես բառեր չենք ներառել բառարանի մեջ, եւ եթե ուշադրություն դարձնեք, բառարանում չկան ինչ որ բացատրական տողեր, պատմություններ, բան, բառը գրված է, օրինակ տելևիզոր գրված է, գծիկ կողքին հեռուստացույց կամ հեռատեսիլ։ Ավելորդ բացատրություններ չկան, լեզվի մասին պատմող ինչ որ տեքստեր չկան, չծանրաբեռնող բառարան է սա։ Նորից անընդհատ պատտվում հետ ենք գալիս բառարանին, բայց կարծես գլխավոր թեման է դարձել վերջին օրերի։ Անի, բայց այնուամենայնիվ կընդունեք երևի, որ կան արդեն այդպես միջազգային բոլոր լեզուներում ընդունված բառեր, որ
Իհարկե։ Մեր լեզուն այնքան շռայլ հնարավորություններ ունի, որ կարող է նաև դրանք թարգմանել, բայց օրինակ ասենք դե տանկ բառը ասենք բան հայերեն չի եւ պետք չի հրասայլ ասել, որովհետեւ սայլ բառը մի քիչ ավելի ուրիշ տեղ է տանում, այդպես եզը կապած կամ ձին կապած, սայլ, հա սայլ բառը մեր հա այդպես գիտակցության մեջ հայերենի մի քիչ ուրիշ տեղ է տանում, տանկը կամ ասենք տրակտորը, չես բանանի էլի դնես հռնդա չգիտեմ ինչ բան, ինձ ուղղակի վանում է, երբ որ այդպես արհեստական թարգմանության երբեմն նույնիսկ այս դեպքում, երբ փորձում ես այդպես հատուկ թարգմանել, մեկը տեսնում ես, որ շատ հաջող բառ եք գտել։ Այս դեպքում ես կողմ եմ, որ կիրառվի, բայց անի մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել, երևի հայերենի աղավաղում միայն բառապաշարով չի։ Դուք ձեր հա այդպես բնագավառը գործնեության, դուք հա այդպես բառապահուսն եք վերցրել, բայց տեսեք, ասենք նույնիսկ հանրային խոսքում եթերում շատերի բերանից կլսես, շատերի շուրթերից կլսես հարցականի սխալ շեշտադրում իբրև թե ավելի բնական լինելու համար։ Ինչու ես խմում։ Ինչու ես լռում։ Որը մի տեսակ ինչ ասեմ էլի, շատ ավելի է վանում, քան ենթադրենք այդպես մի հատ, ինչ ասեմ, մի հատ գողական բանը, երբ որ կերպար է, ոչ թե, հա, հեղինակի խոսք է, այլ ենթադրենք գրքում կամ, չգիտեմ, ֆիլմում կամ ներկայացման մեջ, երբ որ կերպարն է այդպիսին, կարող է նաև ոչ հայերեն բառ օգտագործել։ Ես երբ ջերմուկից տեղափոխվեցի Երևան ընտանիքիս հետ, ջերմուկում բարբառ չկա, բայց այնտեղ խոսում են ամ, ավ, ար վերջավորություններով, տարամ, բերամ, հա, տարար, բերար, մոտավորապես այսպես։ Երբ մենք տեղափոխվեցինք Երևան, ինձ համար շատ արագ է եղել այդ անցումը, արդեն վերջավորությունները փոխելու, բայց շեշտադրումների հետ կապված ես կարծում եմ դա նաև բնությունն է։ Այսինքն մարզերում, ինչպես բարբառները, հա, այդպես էլ ամեն մարզ, այսպես ասած, իր շեշտադրումները ունի, այստեղ էլի շատ նուրբ հարց է կարծես, բայց ամեն դեպքում, երբ մարդը առհասարակ սկսում է շատ կարդալ գեղարվեստական գրականություն եւ լսել գրագետ խոսք, ոչ թե գրական, այլ գրագետ խոսք, ներսում սկսում է վերադասավորվել այդ շեշտադրումների դաշտը եւ արդեն դու էլ սկսում ես խոսելիս ճիշտ շեշտադրումներն անել թեև մենք ունենք մի ընդհանուր կանոն որ հայերենում շեշտը դրվում է մեր բառերի վերջին վանկի ձայնավորի վրա բայց ոչ բոլոր դեպքերում մենք ունենք նաեւ բացառություններ օրինակ չես կարող ասել Թուրքիա պետք է ասել Թուրքիա Եվ այս տեսակ շատ բառեր ունենք։ Մի խոսքով սա էլի նուրբ շերտեր է իր մեջ պարունակում, այնպես որ հիմա եթե սկսենք խոսել, պիտի երկար բարակ բացատրենք, բայց այդուհանդերձ շատ կարդալը եւ գրագետ խոսք լսելը իսկապես շատ է օգնում։ Պետք է պարզապես կարողանալ փորձարկել սեփական խոսքի վրա այդ ամենը, ոչ թե դրանք թողնել որպես տեսական ինչ-որ մաս, լսած տեղեկատվություն, այլ սկսել նաեւ գործածել առօրյայում։ Շեշտադրությունների հետ կապված ես շատ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին Թատերական ինստիտուտի, Աննա Հեքեքյանին մասնավորապես, ինքն ինձ հետ այդ տեսանկյունից շատ մեծ աշխատանք է ունեցել եւ իմ կուրսի կուրսընկերների հետ կապված։ Ես բախտ եմ ունեցել Տիկին Հեքեքյանի նման դասախոս ունենալու, ով իսկապես նաև ճակատագրական ազդեցություն է ունեցել եւ իմ խոսքի, եւ իմ մտածելակերպի, եւ իմ նախընտրությունների հարցում, այնպես որ նաև շատ կարեւոր է թե ում հետ եք շփվում, ինչ ինֆորմացիա, ինչ տեղեկատվություն եք ստանում։ Իսկ մենք անընդհատ տարբեր մարդկանց հետ շփվելիս նոր տեղեկատվություն ենք վերցնում, կապ չունի գիտակցում ես դու դա թե ոչ, բայց սպունգի պես քաշում ես դա եւ ուղեղը ամեն անգամ նոր տեղեկատվությունը վերցնելիս ինչ որ կերպ մարսում է այն։ Հետո թե ինչպես ես դու դա դուրս տալիս արտաքին աշխարհ, այստեղ է արդեն կարեւոր։ Ինքդ քո վրա կենտրոնանալու եւ ընտրություն կատարելու անգամ բառերի մեջ, անգամ տոնայնության մեջ, անգամ դիմացինին խոսքը տեղ հասցնելու ձևի կերպի մեջ, սա էլ շատ կարեւոր է։ Այնպես որ պետք է նախ կենտրոնանալ սեփական օրգանիզմի, սեփական մարմնի, սեփական մտքերի, սեփական խոսքի վրա։ Այսօր որևէ հեռուստատեսությունում չկաք։
Մի լավ առաջարկ ունեմ, գաղտնիք չեմ բացում։ Հա, հրաժարվել հաղորդավարությունից, թե այդպես ստացվել։ Ես հաղորդավարությունից չեմ հրաժարվել, դա իմ էությունն է։ Հա, չէ, ուղղակի որպես աշխատանք, ես չեմ տեսնում ձեզ էկրանին։ Ես հանրային հեռուստաընկերությունից եմ դուրս եկել, իմ կամքով է իհարկե եղել, որոշումը ես եմ կայացրել, մանրամասների մեջ չեմ ուզում այդպես խորանալ, բայց այո, որոշումը իմն է եղել եւ բայց ես ոչ թե հեռացել եմ հեռուստատեսությունից առհասարակ կամ հաղորդավարությունից, այլ ես պարզապես դադար եմ վերցրել։ Հիմա լավ առաջարկ ունեմ, շատ շուտով էկրաններին կլինեմ հեռուստատեսության։ Անի իմ հարցը մնացել է անպատասխան։ Որ հարցը։ Դուք ձեր երեխային, ձեր տղային ասում եք այդպես մի արա, թե ասում եք այդպես մի արա։ Այդպես մի արա։ Այդպես։ Այո, ինքը սովոր է, ինքը խոսում է էերով։ Այսինքն դուք չեք խոսում ձեր երեխայի հետ այնպես, ինչպես հիմա մենք եթերում խոսում ենք։ Այդպես ենք խոսում։ Մենք հիմա ինչպես ենք խոսում։ Մենք հիմա խոսում ենք եղեցիկ գրական։ Մենք ասում ենք այդպես, չենք ասում այդպես։ Դե այդպեսը եւ այդպեսը երկուսն էլ իրականում համարժեք գրական բառեր են համարվում, այնպես չէ որ մեկը մյուսին զիջում է։ Այդպեսը չի զիջում։ Նաեւ գրականության մեջ ցավալի է sense նենցի։ Չէ, այդ sense նենցը ես չեմ ընդունում։ Sense նենց չեմ ընդունում։ Այդ շատ առօրյա, շատ կենցաղային է։ Գիտեք, կարող է ենթադրենք թե մի բան, ասենք մի վեպում, հա, ժամանակակից կյանքը մի կերպար, բայց եթե մեկ կամ երկու, բայց եթե բոլոր կերպարները, ես տեսնում եմ, որ դա արդեն հեղինակը չարաշահում է եւ ուղղակի ասում է, որ մեր գրավոր ու բանավոր խոսքը ես պիտի բերեմ նույն հարթության։ Չէ, ես կատեգորիկ դեմ եմ դրան։ Շատ սխալ մի հատ ինձ անդունդ կա այդտեղ, ինչ որ ոնց որ վերևի բարձր ինչ որ գագաթից ընկնես ներքև չի կարելի։ Հետո եթե դու գիրք ես գրում եւ այդ գիրքը պիտի հանրությանը մատուցես, կապ չունի 10 հոգի է կարդալու, թե 100 հոգի, թե 1000 հոգի, բայց դու պիտի նախ եւ առաջ մտածես, թե ինչ ես տալիս այդ մարդկանց։ Ինչ ուղղություն ես տալիս իրենց մտքերին, իրենց ընդհանրապես, հա, իբրև հայ նաև այստեղ շատ կարևոր է, որ մենք նաև այդ թեմայի շուրջ անընդհատ խորանանք, որովհետև հա, կարելի է առօրյայում պարզապես ապրել, գրել, կարդալ, չգիտեմ, գոյություն ունենալ, ուտել, խմել, գնալ խանութ առևտուր անել, բայց այդ ամեն ինչի տողատակում ի վերջո ի՞նչն է։ Մենք հայինք ու Հայաստանում ենք ապրում։ Իսկ ինչպիսի կարգավիճակում է Հայն ու Հայաստանը այսօր։ Ինչ ապագայի տեսլական ունենք։ Այս էլ շատ կարևոր է։ Վրացիների ապագայի տեսլականը հենց իրենց այդ խոսքի վարքաձևի մեջ է, այսպես ասած, կայանում, չէ։ Որը շուտ փոխվում է։ Իրենց տեսլականները ապագայի, այդպես իրենց իշխան քաղաքական բաներից։ Քաղաքական շերտերին ես չեմ ուզում անդրադառնալ, այստեղ ասածս լրիվ այլ տեսանկյունից էր, հա, իրենք ներսում համընդհանուրի տեսանկյունից իրենք ունեն կոնկրետ տեսլական։ Խոսել բոլոր վրացերեն։ Վերջ։ Էլ ուրիշ այդտեղ թեմա չկա քննարկող։ Ռուսաստանից ես գնում, Ամերիկայից ես գնում, Հայաստանից ես գնում, հարևան բարեկամ երկիր ես, թշնամի երկիր ես, ինչ կապ ունի, ինքը քեզ հետ խոսում է վրացերեն։ Բայց մի բան կա, որ ես ուրախությամբ պիտի ասեմ, գրական կլինի թե այդպես ոչ շատ գրական, ապշելու մի լավ բան եմ տեսնում, հայերեն լավ խոսք, մաքուր չեմ ասում, վարժ խոսք, հա, որը չի եղել, ենթադրենք թե իմ ուսանողության տարիներին կամ երբ որ ես ձեր տարիքի էի, ես հիշում եմ Աղասի Այվազյանը մի այսպիսի բան էր պատմում, ասում էր, որ Հենրիկ Մալյանի հետ Թիֆլիսից եկել էինք, որպեսզի Երևանի Սպարտակ ֆուտբոլային թիմի խաղը նայենք, եւ դեռ Արարատ էլ չէր կոչվում, այսօրվա Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Տոմս չգտանք։ Տոմ ներողություն Մալյանը չէր, մեկ ուրիշն էր, բայց երկուսով եկել էին ու փորձում ենք ասում ոստիկաններին, միլիցիոներներին համոզել, որ հերվից են եկել, Վրաստանից են եկել, մեզ մի կերպ թողեք, աստիճաններին կնստենք։ Հետո որևէ կերպ ասում բան չեղավ, այդպես չկարողացանք լեզու գտնել, հետո ասում ընկերս ասաց, թե արի մի այն կողմից հիմա տես ոնց ենք անցնում։ Ասում գնացինք, ուղղակի ինքնից հետ ռուսերեն այսպես խոսում էր։ Ճանապարհը բացեցին, ռուսերեն խոսքը այնքան ազդեցիկ էր, որ մտածեցին, որ դե ռուսերեն են խոսում, ուրեմն ինչ որ մեկն են։ Դե թույլ տալ իրենք անցնեն։ Գիտեք, ժամանակն է այդպեսին եղել։ Այդ ժամանակահատվածի կարգուկանոնն է այդպես թելադրել, հա, մարդկանց ու կապ չունի հայերին, թե մյուս օրինակ ղազախներին կամ հա այլ երկրների այդ սովետական միության ներկայացուցիչներին։ Այդտեղ ժամանակի խնդիրն է զուտ եղել եւ մեղադրելու չէ որևէ մեկին այս պարագայում, բայց հիմա ես անցած անգամ էլի չեմ հիշում ինչ առիթ էր, ասացի, որ հիմա մենք այդպիսի խնդիր չունենք։ Հիմա մենք կաշկանդված չենք բացարձակ որևէ բանով։
Դե եկեք հարգենք, սիրենք մեր լեզուն։ Լավ, Անի ջան, դուք հեռուստատեսության համար ասացիք, որ այդպես լավ նախագիծ են առաջարկել ձեզ, իսկ ձեր կրթական հարթակում այդտեղ ինչ սպասենք նոր բան։ Ես հիմա մի շատ սիրուն, շատ մեծ նախագծի գծագրման մեջ եմ, այսպես ասած, խոսքը տարազի օրվա մասին է, կարծում եմ 2026 թվականին արդեն այդ օրը կլինի համահայկական, տարազի համահայկական օր կլինի, բոլորը այդ օրը պիտի կրեն տարազներ, այսպես շատ գեղեցիկ սիրուն օրենք ունենալու հայկական, առաջ Աստված։ Բացի դրանից հիմա ես մտմտում եմ դպրոց բացելու մասին, պետք է այդ դպրոցը լինի ազգային հենքի վրա, այսինքն որտեղ ուսուցանվելու են անկախ տարիքից հայոց պատմություն, ազգագրագիտություն, երկուպար հայկական եւ շատ խոր այսպես արմատներ գցելով մարդկանց մեջ, լինելու է էթիկայի կանոններ, այսպիսի մի քանի բաներ, խոսքի մշակույթ է լինելու, մի այսպես սիրուն փաթեթ է լինելու այդ դպրոցում, լավ հայեր ենք ուզում կրթել, դաստիարակել, կերտել, առաջ Աստված, չգիտեմ, ես անընդհատ որ խոսում եմ այսպիսի բաների մասին, կողքից երբեմն ինձ ասում են շատ մեծ եք, հա, շատ բան եք վերցրել ձեր ուսերին բան, բայց ես մինչ այս պահը ինչ փորձել եմ անել, պատվով, արժանապատվորեն թուրը դրել եմ պատյանի մեջ, այնպես որ առաջ Աստված վստահ եմ մյուս գործերում էլ կհաջողենք։ Անի ջան, մեր ժամանակը սպառվել է եթերային, ես շնորհակալություն եմ հայտնում, որ ժամանակը տակ եկաք եւ ես հաճելի զրույց ունեցանք։ Նմանապես, շնորհակալություն։ Ձեզ հաջողություն եմ արտում, շատ կարեւոր ձեր գործունեության մեջ։ Շնորհակալ եմ ձեզ։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։